Գրասենյակ ունենալը դեռ չի նշանակում, որ վարկային կազմակերպությունը վստահելի է։ Քաղաքացիների ահազանգերի հետքերով իրավապահները Երևանում գործող գրասենյակներ են հայտնաբերել, որտեղից մարդկանց շահավետ պայմաններով կեղծ վարկեր են առաջարկվել։ Վարկերի մասին հայտարարությունները սկզբում տարածվել են Facebook-ով։ Հավաքելով վարկ վերցնել ցանկացող մարդկանց տվյալները, զանգահարել են հետաքրքրվել վարկունակությամբ, հրավիրել գրասենյակներ։ Երևանում տարբեր ժամանակներում այդպիսի ավելի քան 30 գրասենյակ է գործել։ Մեկ շաբաթից ավելի նույն տեղում չեն մնացել։ Դրանք գտնվել են օրինակ բնակելի շենքերում, անհատական սեփական տների բակերում կամ սենյակներում։ Սկզբից ներկայացվել է քաղաքացիներին էժան վարկերի պայմաններ, ամսական ցածր մուծումներ մեծ գումարների հետ կապված, որոշների նաև ներկայացվել է, որ այդ վարկը վերցնելու համար ձևակերպվելու են ապառիկ ապրանքներ, որոնց վաճառքից ստացված գումարը կտրամադրվի իրանց եւ հետագայում իրենք փակելու են ոչ թե ապառիկի համար ձևակերպված վարկը խանութում, այլ իրանք կմարեն այդ վարկը եւ քաղաքացին վճարումները կատարելու այդ ճակերտներում ասած վարկային կազմակերպության վճարումները։ Մարդիկ վստահել են, սակայն խոստացված գումարն այդպես էլ չեն ստացել, իսկ խաբեբաները անհետացել են։ Որոշ դեպքերում ունենալով քաղաքացիների մոբայլ բենքինգի գաղտնաբառերը, օնլայն վարկեր են ձևակերպել։ 30 տուժողի դրվագները մեկ մեղադրյալի մասով ուղարկվել է դատարան։ Սակայն ընդհանուր առմամբ հանցավոր խմբի կողմից շատ ավելի մեծ անձանց մասով է իրականացվել հափշտակությունը եւ ներգրաված անձանց թիվն է ավելի մեծ, բայց նախաքննությունը դեռևս այդ մասով շարունակվում։ Հայաստանում ցանկացած վարկային կազմակերպություն պետք է լիցենզավորված լինի կենտրոնական բանկի կողմից եւ գրասենյակի տեսանելի հատվածում պետք է փակցված լինի այդ տեղեկությունը, ինչն այս պարագայում բնականաբար բացակայել է։ Ըստ մեդիափորձագետի պետությունը պետք է գործողություններ իրականացնի նման կազմակերպություններին վերահսկելու համար։ Մարդը գուցե չկարողանա հասկանալ, որ իրեն խաբում են։ Հիշեցնում է նաև դեպքեր, երբ մարդկանց ընդունել են աշխատանքի առանց տեղեկացնելու, որ ընդունող կազմակերպությունը զբաղվում է խաբեություններով։ Գտնում են մարդկանց, որոնք Հայաստանում են բնակվում, իրենց վարձում են, տոկոսներ են տալիս եւ այլն, իրանք օֆիսներ են բացում։ Այդ մարդիկ էլ լուրջ հավատում են, որ լուրջ գործ են անում։ Ու դա ավելացնում է վստահելիությունը ու այդ պատճառով ավելի շատ մարդ է ներգրավում։ Մեդիափորձագետը խորհուրդ է տալիս ֆինանսական ընկերությունների հետ գործ բռնելուց առաջ 1000 անգամ չափել ձևել, համոզված լինել, որ կարելի է վստահել որևէ կազմակերպության։ Լիանա Խաչատուրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։